Здравствуйте, мои дорогие подписчики, բարև ձեզ աշխարհի հայեր։ Այսօր մենք միասին կպատրաստենք շատ համեղ, նուրբ, գեղեցիկ տորտ, որը կոչվում է թռչնիկատ, հայկական թռչնակ։ Գնանք պատրաստենք։ Առաջինը պատրաստում ենք եփովի կրեմը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կաթ, շաքարավազ, ալյուր, բարձր որակի եգիպտացորենի օսլա, ձու 2 ամբողջական եւ 3 դեղնուց եւ վանիլին։ Հիմա կաթից 1 բաժակի չափով վերցնում ենք։ Մնացած կաթը ուղարկում ենք տաքացնելու, ոչ եռմանաստիճանի, ուղղակի տաքանա։ Հիմա մենք իրար կմիացնենք մեր բաղադրիչները, ձուն, շաքարավազը, մի խոսքով բոլորը եւ կհարենք։ Ավելացնենք շաքարավազը։ Ավելացնենք կաթը։ Վերջում ավելացնում ենք օսլան եւ լավ հարում ենք, որպեսզի գնդիկներ չմնա, իսկ եթե մնա կարող եք քամել։ Քիչ-քիչ ավելացնում ենք մեր այս խառնուրդը եւ արագ-արագ խառնում ենք։ Հիմա սա ես կդնեմ գազօջախի վրա, մարմանդ կրակի վրա, արագ կխառնեմ, երբ որ պղպջակներ առաջանա, 1 րոպե կեփեմ ու կվերցնեմ։ Պատրաստի կրեմը դատարկում ենք մի ուրիշ տարայի մեջ, որպեսզի ավելի շուտ սառչի։ Ծածկում ենք սննդային թաղանթով, որպեսզի չչորանա եւ սառչի միաժամանակ։ Շերտերի համար մեզ անհրաժեշտ է ձու, շաքարավազ, մարգարին, ալյուր, մեղր, սոդա եւ աղ։ Իրար միացնում ենք ձուն, շաքարավազը եւ աղը։ Ու մի թեթև հարում ենք։ Ավելացնում ենք մեղրը, հարկավոր է լավ տնական մեղր, եւ մարգարինը։ Սա ես ավելացնում եմ մարգարին, բայց ով կցանկանա, թող ավելացնի կարագ, շատ ավելի համեղ կստացվի։ Ուղղակի հիմա ոչ բոլորը կկարողանան կարագով պատրաստել, բայց կրեմը պարտադիր կարագով պիտի լինի, լավ որակով կարագ։ Հիմա սա ես կդնեմ գազօջախի վրա մարմանդ կրակի ու կխառնեմ այնքան, մինչև մեղրը, մարգարինը բոլորը միասեր դառնան։ Զանգվածը տաքացրեցինք այնքան, մինչև հալվեց ամեն ինչ։ Հիմա չենք թողելու, որ եռա։ Այսպես տաք վիճակում պիտի արդեն տեղափոխենք ուրիշ տարայի մեջ։ Տաք վիճակում միանգամից ավելացնում ենք սոդան եւ խառնում ենք։ Հիմա մենք սա կթողենք, որ սառի մինչև սենյակային ջերմաստիճանի։ Սիրելիներս, արդեն մեր խմորը դարձավ սենյակային ջերմաստիճանի։ Հիմա մի հատ կխառնեմ եւ քիչ-քիչ կավելացնեմ ալյուրը։ Երբ արդեն ամանի մեջ հնարավոր չէ տրորել, հունցել, դատարկում ենք այս սեղանի վրա եւ մի թեթև, որ իրար վրա հավաքենք, հունցել պետք չի շատ, որ խմորը կպնի իրար համասեր դառնա։ Ասում ենք այսպիսի խմոր, շատ ձեռքերին չկպչող ինքը, բայց փափուկ խմոր, ալյուր պետք չի ավելացնել, որտեվ իր չափից ավել եթե ավելացնենք, ինքը կլինի ռեզինի նման։ Այսպես կլորացնում ենք եւ բաժանում ենք 6 հավասար մասի։ Ցանկալի է կշերքով բաժանել, որպեսզի շերտերը հավասար լինի։ Հիմա այսպես կկտրեմ, բայց կշերքով կչափեմ նորից։ Ձևավորեցի գնդերը, հիմա կծածկեմ սննդային թաղանթով եւ կդնեմ սառնարան 40 րոպե։ Հիմա պիտի սկսենք բացել մեր գնդերը։ Հարմարության համար ես նախորդ յուղաթուղթը կտրել եմ 30-38 սանտիմետրի վրա ինձ անհրաժեշտ չափով եւ խմորը կբացեմ անմիջապես թղթի վրա, այսպես եւ համաչափ է լինում եւ հարմար է լինում։
Իմ պերգամենտից ես այնպես եմ հաշվարկնել, որ մեկ մատ պակաս լինի խմորը, որպեսզի կարողանամ այս մասով բռնեմ թուղթը։ Հիմա եզրերից որքան որ դուրս է եկել, ես սրանք կկտրեմ ու կդնեմ ազատ մնացած տեղերը, որ ամբողջությամբ ծածկվի մեր պերգամենտը։ Սիրելիներս, շատ բարակ ենք բացում։ Հիմա առաջի շերտը պատրաստ է, ես ևս երկու շերտ կբացեմ, նոր արդեն կտեղադրեմ ջեռոցի մեջ։ Քանի որ լիստերը շատ արագ են եփվում։ Պատրաստ է արդեն, լիստերը թխելու ենք 180 աստիճան ջերմաստիճանով, տապակի հակառակ կողմի վրա եմ դրել եւ եփում ենք մոտավորապես 5-ից 6 րոպե, որ բաց ոսկեգույն դառնա։ Մեր շերտերը արդեն պատրաստ են, տեսեք ինչ գեղեցիկ երանգ ունի, պետք չէ սրանից ավել, որ կարմրի, շերտերը բարակ են շատ ստացվում, նուրբ, հիմա արդեն մենք կրեմը կպատրաստենք եւ կկրեմապատենք։ Կրեմի համար մեզ նաեւ անհրաժեշտ է բարձր որակի կարագ, ես արդեն կտրատել, լցրել եմ միքսերի ամանի մեջ, որպեսզի մի քիչ փափկի, սենյակային ջերմաստիճան լինի։ Սա հիմա ես կհարեմ մի քանի րոպե, երբ սպիտակի կշարունակենք։ Կրեմը արդեն դարձել է սենյակային ջերմաստիճանի, կարագը նույնպես սենյակային ջերմաստիճան է, խփել ենք արդեն սպիտակել է, պետք է խառնենք, միասին հարենք, եթե ջերմաստիճանները տարբեր լինի, կարող է կրեմը բզորվել։ Տեսեք, ստացվեց շատ նուրբ, փրփրուն կրեմ։ Հիմա սա մենք բաժանենք 5 հավասար մասի, որպեսզի կտրվածքը շերտերի գեղեցիկ լինի։ Սկսում ենք արդեն հավաքել մեր թռչնի կաթը։ Առաջի չափաբաժինը ես կշռել եմ, հիմա այսքանը կպատեմ կորժը։ Հիմա կդնեմ երկրորդ շերտը։ Եվ այսպես հավաքում ենք ամբողջ տորթը։ Մեր հայկական թռչնակը արդեն պատրաստ է, կդնեմ սառնարան, մինչև պատրաստեմ ջնարակը։ Ջնարակի համար մեզ անհրաժեշտ է շաքարավազ, կակաո, կաթ եւ կարագ։ Հիմա սկզբից մենք կմիացնենք շաքարավազը եւ կակաոն։ Լավ կխառնենք, որպեսզի եփելու ընթացքում գնդիկներ չառաջանան։ Ու կավելացնեմ հիմա կաթը։ Լավ կխառնեմ ու կդնեմ մարմանդ կրակի վրա կեփեմ։ Եռալուց հետո վերցնում ենք եւ ավելացնում ենք կարագը։ Տաք վիճակում ջնարակը կլցնենք եւ կտարածենք։ Սիրելիներս, վերջապես մենք վերջացրեցինք մեր թռչնի կաթը, հայկական թռչնի կաթը։ Հիմա սա ես կդնեմ սառնարան, մոտ 4 ժամ, բայց ցանկալի է ամբողջ գիշեր։ Վաղը կհանդիպենք։ Սիրելիներս, սառնանիցը հանեցի, որպեսզի կտրատեմ, մատուցեմ իմ սուրճի սեղան, հետո հիշեցի, որ ամբողջական ձեզ ցույց չեմ տվել։ Դրա համար որոշեցի հիմա այսպես մի հատ ցույց տալ, որ տեսնեք բարձրությունը, նրբությունը, գեղեցկությունը, նոր միասին սուրճ վայելենք։ Սիրելիներս, իմ սուրճը արդեն պատրաստ է, կարող եք դուք էլ սուրճ դնել, բայց ափսոս, որ էկրանից չեմ կարող ձեզ փոխանցել այս համեղ խմորեղենը։ Իսկ եթե կուզեք այսպիսի գեղեցիկ կտրվածքը ստանաք, ես ասեմ, կարող է դուք գիտեք, բայց մի հատ էլ ես խորհուրդ տամ, վերցրեք սուր մեծ դանակ, երման ջուր դրեք ձեր կողքը խորամանի մեջ, ամեն կտրվածք անելուց առաջ մի քանի վայրկյան դանակը պահեք երման ջրի մեջ, անձեռոցիկով սրբեք, նոր կտրվածքայք ու այդպես բոլոր կտորները։ Բաղադրատոմսը միշտ գտնվում է հոլովակի ներքևի հատվածում նկարագրություն բաժնում։ Հիմա արդեն վայելենք մեր սուրճը եւ խմորեղենը։
Տեսեք ինչ նուրբ է սացվել մեր թռչնակը։ Ծամել պետք է, ուղղակի բերանում հալչում է։ Սիրելիներս, անպայման պատրաստեք, փորձեք, ինձ թվում է բոլորիդ մոտ էլ կստացվի, եթե մեկ անգամ պատրաստեք, համտեսեք, ուրեմն միշտ ձեր տանը բոլոր տոներին այս խմորեղենը կլինի ձեր սեղանին։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որտեղ ես շատ համեղ եւ ճաշատեսակներ ունեմ եւ խմորեղեններ ունեմ։ Եթե ձեզ դուր եկավ, անպայման հավանեք իմ տեսահոլովակը, մեկնաբանություններում եղեք ակտիվ, որտեղ դա ինձ համար շատ կարևոր է։ Սպասեք իմ նոր տեսահոլովակներին, պակա-պակա։